Ողջույն սիրելի գործընկերներ, նախ եւ առաջ երևի թե բոլորի շնորհավոր եմ, որովհետեւ մրցաշրջանը սկսում ենք ու մրցաշրջանը սկսում ենք Չեմպիոններ լիգայի խաղով։ Եվ այսօր տեղի կունենա Արարատ Արմենիան Ռիգա հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսը Չեմպիոններ լիգայի որակավորման առաջին փուլի մեր համար տնային խաղին ընթരാճ, մեզ հետ է նաեւ Ժիրայրը Շաղոյան, սկզբից հարցերը Ժիրայրին, որպեսզի նա հասցնի պատրաստվել նախախաղային մարզմանը, հետո արդեն հարցերով կշարունակենք պարոն միստր Մանուել Տուլիպայի հետ։ Համեցեք ձեր հարցերը։ Բարբարա։ Ժիրայր թիմը շատ նորեկներ ունի, ոնց է ադապտացվել, ինչ փիլիսոփայություն են բերել, ինչ նորություն ու քանություն են բերել։ Ունենք նոր ֆուտբոլիստներ, իրականում շատ լավ ֆուտբոլիստներ են ու կարող եմ ասել մեր խաղին համապատասխան ֆուտբոլիստներ են, որ կարող են շատ օգուտ տալ մեզ։ Փիլիսոփայությունը կախված է թե ոնց կթելադրենք նրանց մեր խաղը, ոնց որ մենք խաղացել ենք եւ նրանց արձագանքից թե ինչքան արագ նրանք կհասկանան, բայց իմ տեսնելով շատ լավ ֆուտբոլիստներ են ու կարող են շատ արագ հարմարվել թիմին։ Այլ հարցեր։ Եթե Մարիամ ջան, համեցեք, հետո Բարբարա կշարունակենք։ Մարիամ Նազարյան առաջին տարի թիմը որքանով է պատրաստ ինչ փուլեր է կանցել, մրցաշրջանը նոր է մեկնարկում, իրական մի քանի խաղեր է ունեցել, բայց ամեն դեպքում մրցաշրջանի չկա Հայաստանի առաջնությունը ավարտվել է, ինչքան է պատրաստ։ Լավ հավաք ենք անցկացրել Հունգարիայում, ունեցել ենք ընկերական հանդիպումներ Սերբիայի բարձրագույն խմբի թիմերից մեկի հետ, ունեցել ենք շատ լավ հանդիպում, փորձել ենք ինչքան հնարավոր է լավ պատրաստվել ու մոտենալ շատ լուրջ այս հանդիպմանը։ Այլ հարցեր։ Բարբարա։ Մեքանի մասին հստակ ուսումնասիրել եք, մարզություններն հասկացել եք, հակախաղապետ, ինչ որակներով թիմը։ Իհարկե ուսումնասիրել ենք, գնդակով են շատ լավ խաղում, բայց ինչպես բոլոր թիմերը ունեն շատ ուժեղ եւ թույլ կողմեր, պիտի փորձենք օգտվել նրանց թույլ կողմերից եւ հաղթել։ Համեցեք։ Ժիրայրյանը սպահի համար դուքով վիճակը ոնց է սպահում, կոնկրետ է սպահում, որ նախասեզոնային վիճակա թող վիճակը ոնց է սպահում։ Գնահատում եմ լավ, քանի որ շատ երկար ժամանակ դադար չենք ունեցել, համեմատած ձմեռային դադարի, ունեցել ենք կարճ դադար եւ նաեւ հավաքականում ենք խաղեր ունեցել։ Դրա շնորհիվ գնահատեմ բավարար։ Այլ հարցեր։ Ժիրայրին թողնենք։ Թողնենք։ Ալկոհոլի ոնց է գնահատում նախապատրաստական շրջանը, եւ ինչ կարծեք մրցակցի մասին, նաեւ դեպի Շատ կարևոր էր ինձ համար, որ թիմում մնացին չեմպիոնության համար առանցքային ֆուտբոլիստները, որոնք նախորդ մրցաշրջանում փայլուն աշխատանք կատարեցին եւ եկան նորեկներ, որոնց խաղին ես ծանոթ էի, նրանցից շատերը խաղացել են Պորտուգալիայում, ես վստահ եմ նրանք շատ բան կփոխանցեն թիմին։ Okay. Sobre el oponente Riga FC, me parece una equipa muy interesante porque en los últimos 10 años ha evoluido mucho, ha tenido un buen investimiento, ha comprado buenos jugadores, ha mezclado una plantilla de jugadores locales con jugadores de Brasil y ahora esta época ha traído un jugador Salam que yo lo conozco de sub-21 de Arsenal, muy bueno también, por tanto tiene una visión muy interesante. Son una equipa que en los últimos 10 años ha desarrollado bastante su nivel y nosotros queremos hacer igual, o sea, lo que pretendemos y la visión que tiene Ararat Armenia es muy similar a la del Riga. Ռիգան շատ հետաքրքիր թիմ է, ես ուսումնասիրել եմ նրանց վերջին 3 տարիներին, մեծ զարգացում են գրանցել, ներդրումներ են արվել խոշոր, ունեցել են նոր տրանսֆերներ ու շատ լավ
կարողացել են համակցել իրենց տեղի ֆուտբոլիստներին եւ արտասահմանցիներին, բրազիլացի մի շարք ֆուտբոլիստներ կան այդ թիմում, որոնց խաղը ես տեսել եմ ու նույնիսկ կարող եմ ասել, որ Ռիգան եւ Արարատ-Արմենիան շատ նման են իրար խաղաոճերով։ Այլացել։ Ես ուզում եմ իմանալ արդյոք նախապատրաստական ունի ինչ-որ նախատեսել են ծրագրերը կատարվել եւ արդյոք գոյակցել։ Նախ Մարզիչը ուզում է ասել, որ շատ ուրախ է ձեզ տեսնել այստեղ եւ կոնկրետ հարցի պատասխանը այն է, որ ընդհանուր գոհ է մարզումներից, թիմի աշխատանքներից, միակ մտահոգությունը այն է, որ շատ կարճ ժամանակ է պետք նորեկներին ադապտանալու համար թե թիմի խաղին, խաղաոճին, թե երկրին։ Դա իր միակ մտահոգությունն է։ Ինքնավարից հետո Արարատ-Արմենիան խաղա չեմպիոնների լիգայում։ Առաջին խաղում ինչն է կարևոր հաղթանակը, թե բավարարեն գոլի Մեր նպատակը միշտ հնարավոր լավագույն արդյունքը գրանցելն է, ինձ համար ամենակարևորը թիմի լավ խաղն է, որովհետև ես մեծ պատասխանատվություն եմ զգում իմ ուսերին, քանի որ ակումբը ներկայացնելու է ոչ միայն ինքն իրեն, այլ ներկայացնելու է մի ամբողջ երկիր, մենք ուզում ենք սովորել մեր նախորդ տարիների սխալների վրա եւ որքան հնարավոր է հեռու գնալ, հետագայում էլ որքան հնարավոր է միավորներ վաստակել եվրագավաթներին։ Պարոն Ստանեմ ուսումնասիրել Ռիգային եւ դիտել ուժեղությունները, այսօր այդ ուժեղ հակապավը Արարատ-Արմենիան Has visto el juego de Riga, sus puntos fuertes, sus puntos débiles. Podemos decir que Araraat-Armenia ya sabe cómo va a jugar contra ellos. Hay dos cosas muy distintas en la preparación de esta partida. Primero, nosotros nos preparamos para lo que queremos hacer y que tienen que ver con nuestra identidad. Առաջին հերթին մեզ համար կարևոր է ցույց տալ մեր ֆուտբոլը, այսինքն այդ խաղում թելադրել այն, ինչ մենք Հայաստանի առաջացնում։ Y segundo, tuvimos la oportunidad de observar muchos juegos de Riga porque está a medio del campeonato, tiene muchos partidos en las pernas, tienen una buena condición física sus jugadores porque están luchando por el primer lugar. Գիտենք, որ Ռիգան հիմա իրենց առաջնության միջնամասում է, թիմը ֆիզիկապես լավ վիճակում է, դանդաղության էլ լավ չէ մեզ համար, բայց ուսումնասիրել են մրցակցին եւ նաեւ մենք մեր հաղթաթղթերում ենք։ Otra cosa que es más difícil es la cualidad de sus jugadores, pero también la cualidad de idea del juego de su entrenador. Me parece una equipa con balón con mucha cualidad, con jugadores en el centro del campo y el jugadores en ataque con mucha calidad individual, que si nosotros le damos espacios para jugar, nos van a poner en peligro, pero si nosotros tenemos el balón y los hacemos correr atrás del balón, también me parece que es una equipa con dificultad. Գիտենք, որ Ռիգան գնդակով շատ լավ է խաղում, եթե հաղթում է դաշտի կենտրոնում, նրանց առջևի ֆուտբոլիստները շատ վտանգավոր են դառնում, որովհետև շատ top որակյալ ֆուտբոլիստներ են եւ մեր գլխավոր նպատակն է հենց գնդակը խլելը, գնդակը վերահսկելը, դրանով մենք կարողանանք նաեւ խաղը վերահսկել։ Այլացել։ Ձեր առաջադրանքին максимум para el Araraat-Armenia, ¿qué es objetivo mínimo para el equipo en la Eurocopa? Sí, bueno, primero de todo, para mí, orgullo en cuanto entrenador, en el primer año que estoy en el club, poder jugar por primera vez con Araraat-Armenia un playoff de Champions League. Después el objetivo de nosotros es muy claro, muy claro para mí, desde el primer día que llegué. Todos los entrenos y todos los partidos jugamos compitiendo al máximo para discutir la posibilidad de ganar el partido. No podemos trazar un objetivo de queremos pasar dos eliminatorias, no. Nosotros tenemos que preparar este juego al máximo nivel de que podemos jugar. Eso para mí es el gran objetivo de
de mi equipo. Cada día mejorarnos, cada día nos tornamos competitivos, porque ahí sí, cuando somos competitivos, tenemos posibilidades de ganar. Նախ եւ առաջ ինձ համար մեծ պատասխանատվություն է ես մեկ անգամ Արաբ Արմենիայի հետ Չեմպիոնների լիգայում խաղալը, սա շատ լուրջ մրցաշար է, լուրջ փորձություն է, բայց որպես այդպեսին ես փուլով ինձ համար մինիմալ նպատակ չեմ դնում, ինձ համար ամեն խաղ շարժվում եմ քայլ առ քայլ, խաղից խաղ ու գլխավոր նպատակը ամեն հաջորդ խաղից հետո ավելի լավ խաղալն է։ Այլացեք, կամացեք։ Եթե կորել մի քիչ ազգաբանի բարձրապանների հետ որտեղ բարձրապանները մենք վերածել աշխարհի առաջնությանը Ընդհանուր առմամբ ես շատ ուշադրություն եմ դարձնում թիմի խաղին թիկունքում, դարպասապահի դիրքը իհարկե շատ կարևոր է։ Նախորդ մրցաշրջանում գոհ եմ իմ երկու դարպասապահներից էլ, թե Բրունոից, թե Արման Ներսեսյանից։ Նրանք մեծ աշխատանք կատարեցին չեմպիոնության հարցում, ակումբը որոշում կայացրեց, որ Բրունոն պետք է հեռանա, եկավ նոր դարպասապահ, նրա հետ շատ մեծ հույսեր ենք կապում եւ կտեսնենք թեժ մրցակցություն մեկնարկային կազմի համար նաեւ այս մրցաշրջանում։ Ավարտենք։ Finish. Շնորհակալություն։ Okay, thank you. Thank you very much.